Տաղավարում հյուրընկալել եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք, պարոն Չալաբյան։ Քանի որ ժամանակը շատ սուղ է, կցանկանայի, որ ամենակարևոր հարցերը քննարկեինք, բայց ամենասկզբում պարզենք։ Հայաքվեն դառնալու է կուսակցություն եւ մասնակցելու է 2026-ի ընտրություններին։ Ձեր հարցի մեջ իրականում երկու հարց կա։ Հայաքվեն կմասնակցի 2026 թվականի ընտրություններին, բայց բնավ պարտադիր չի, որ Հայաքվեն դառնա կուսակցություն դրա։ Այսինքն դուք կարող եք օրինակ գնալ Հայաստան դաշինքով կամ որևէ այլ դաշինքով կամ պատիվ ունեմ դաշինքով։ Չէ, Հայաստան դաշինքով, պատիվ ունեմ դաշինքով մենք հաստատ չենք գնա, հաստատ չենք Սա գնա։ հաստատապես ֆիքսում ենք։ Բնական է գործող խորհրդանական դիմության հետ դաշինքով մենք հաստատ չենք գնա, այդ կարող եք ֆիքսել։ Բայց դա չի բացառում, որ մենք գնանք դաշինքով այլ նորաստեղծ եւ առողջ ազգային ուժերի հետ եւ ավելին ձեզ ասեմ, դրա մասին մենք արդեն հայտարարել ենք, որ այդ մտադրություն ունենք։ Միասնության թևերի մասին խոսք գնում է այստեղ։ Կարող է դրա մեջ լինի, ես ձեզ ասեմ, իրականում եթե այտենց լայն իմաստով նայենք, մի քանի կառույց կա, որը այդ սահմանմանը համապատասխանում է, այսինքն նրանք նորաստեղծ են, առողջ են, գործում են ազգային դաշտում, դա մեր ձևովն է, միասնության թևերն է, ապրելու երկիրն է եւ կան ավելի փոքր կառույցներ, մեծերի մեջ դրանք են, որոնց հետ հիմա համագործակցության որոշակի եզր ենք մենք ձևավորում։ Իսկ մյուսների հետ արդեն բանակցություններ եղել են, պարոն Չալաբյան։ Մյուսների ում նկատի ունեք։ Միասնության թևերը բոլորի հետ ում ես ասացի, բոլորի հետ կան շփումներ, ասել որ եղել են բանակցություններ են իմաստով, որ գիտեք երկու կողմից նստած են բանակցային թիմեր կամ բանակցային օրակարգ փաստաթղթեր, երևի մի քիչ վաղաժամկետ կլինի դրա մասին ասել, բայց բոլոր այդ կառույցների հետ կան շփումներ եւ մենք ընդհանրապես ասած հաշվի առնելով որ առաջիկա ընտրությունները դրանք այդքան էլ ընտրություն չեն քաղաքական ուժերի միջև, այլ ընտրությունները երկրի կուրսի վերաբերալ ընդհանուր, հա, եւ ըստ էության երկիրը կանգնած է երկընտրանքի առաջ, կամ ձախ ես գնում կամ աջ ես գնում։ Հա, այդպես է ընտրությունը, այլ տարբերակ չկա, մենակ աջ ու ձախ։ Այս պայն այդպես եմ կարծում եմ։ Դե տպավորություն է ստեղծում, որ Չէ, շատ բևեռացված է հարցը, չէ, գիտեք ոնց է, պարզ է, որ ամեն մի ճյուղի մեջ այդ երկու ճյուղերից յուրաքանչյուրում որոշակի նաև վարիացիաներ կա, դա հասկանալի է, կա պատկերացում, ինչպես դա պետք է տեղի ունենա, դա հասկանալի է, բայց այդ աջ ու ձախ ընտրությունը շատ կտրուկ է այդ իմաստով։ Պարոն Չալաբյան, երբ խոսում ենք համագործակցությունների եւ սպասվող ընտրությունների մասին, դուք հայտարարեցիք, որ այո, պատրաստվում եք մասնակցել ընտրություններին այս կամ այն դաշինքի կամ միավորման ձևաչափում, ինչ գաղափարական հիմքով եք առաջնորդվելու իբրև միավորում, իբրև նախնական վիճակով շարժում, նախաձեռնություն, պահպանողական դիրքերից եք հանդես գալու լիբերալ, դեմոկրատական, որն է միավորելու ձեզ եւ ձեր նշած ուժերին։ Շատ լավ, ճիշտ հարց եք տալիս, տեսեք, եթե մենք նայենք ընդհանուր Հայաքվեի գաղափարախոսությունը, որը հրապարակված է մեր կայքի վրա այն կա եւ կարելի է ցանոթանալ, Հայաքվեն ազգային ժողովրդավարական ուժ է։ Նա ըստ էության մինչև հիմա ձևակերպված չի որպես քաղաքական ուժ, եւ այդ հենց այդ պատճառով մենք կոչվում ենք քաղաքացիական միավորում, բայց մենք մեր, այսպես ասած, ներքին բովանդակությամբ, ներքին գաղափարախոսությամբ ազգային եւ ժողովրդավարական ենք։ Ինչու ենք ազգային, որովհետեւ մենք համարում ենք, որ սուբյեկտը, որին մենք ծառայում ենք, հայ ազգն է, ընդհանրացակ իմաստով, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակչությունը, որը հայ ազգի կարևորագույն առանցքային մասն է, բայց ոչ միակը։ Այսինքն մենք ծառայում ենք հայ ազգին որպես սուբյեկտ։ Եվ երկրորդը մենք ժողովրդավարական ենք, որովհետեւ արմատապես ֆունդամենտալ հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ունենք Հայաքվեն ներքին կառուցվածքը ժողովրդավարական է, ընտրովի մարմիններով է, արագ թարմացվում են այդ մարմինները, տարի մեկ են ընդունում Հայաքվեի ղեկավար մարմինների ընտրությունները, պարբերաբար դա թարմացվում է եւ այլն, եւ մենք հավատում ենք նաեւ ժողովրդավարությանը երկրում որպես այդպեսին, որպես կառավարման մոդել։ Դրանով հանդերձ մենք նաեւ կարծում ենք, որ Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը պետք է նաեւ համադրվի այսպես կոչված մերիտոկրատիայի, այսինքն արժանիքի իշխանության հետ եւ նաեւ կարծում ենք, որ այն համակարգը, որ մենք ունենք հիմա, այդպեսին չի։ Եվ այդ իմաստով համակարգը որոշակի ոնց է գնահատում, որ այդպեսին չի։ Որն է Հայաստանում մերիտոկրատական մոդելը։ Տեսեք, եթե Հայաստանում նախկինում օրինակ գլխավոր շտաբի պետը նշանակվում էր 5 տարով եւ 5 տարվա մեջ չպետք է փոխվեր, որովհետեւ դա երաշխավորում էր սահմանադրությունը, այս գործող վարչակարգը օրինակ դա խախտել է մի քանի անգամ պարբերաբար գլխավոր շտաբի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ փոխելով, որը նշանակում է, որ նա այդպեսին չի որպես այդպեսին, հա, կամ օրինակ պահանջ կար, որ մի շարք պաշտոններ ըստ էության պետք է զբաղեցվեն ոչ կուսակցական անձանց կողմից, բայց փաստացի հիմա մենք նայում ենք համարյա բոլոր պաշտոնները զբաղեցվում են կուսակցական անձանց կողմից,
օրինակ նախագահի պաշտոնը Իսկ դուք իշխանությունը պահելու համար նույնը չեք անելու։ չէ բացարձակ։ Դա միայն ժամանակն է ապացուցելու, պարոն Չարյան։ Բացարձակ, իհարկե ժամանակը կապացուցի, Որովհետև բայց Նիկոլ Փաշինյանն էլ խոսում հաշվով 18-ից 20 թվականներին չէր շղթում սահմանադրությունը, օրենքը համարում էր գերագույն արժեք եւ դրանով էր տեսեք, չէի առաջին հասկացում, որ դուք այդ հարցը կտաք, բայց տեսեք ինչ հարց է։ Դա միայն անձնական խոստման հարց չի, կամ քաղաքական խոստման։ Դա նաև սահմանադրական փոփոխությունների հարց է։ Օրինակ ձեզ բերեմ, քանի որ նախագահից սկսեցինք։ Մեր սահմանադրությունը գործող ու իր մեջ ունի պարադոքսալ դրույթ։ Ինքը ասում է հետևյալը, որ նախագահին ընտրում է ազգային ժողովրդի 3/4 մեծամասնությունը, բայց եթե 3/4 մեծամասնությունը չի կարողանում նախագահ ընտրել, ապա հաջորդ փուլում 3/5 մեծամասնությունը կարող ընտրել եւ եթե դա չի ստացվում 1/2 մեծամասնությունը։ Օրինակ մենք կարծում ենք, եւ պետք է հասնել դրան, որ այդ երկու վերջի մասերը 3/5 մեծամասնություններ մեկի ուղղակի վերացվեն սահմանադրությունից, հանվեն։ Նախագահը եթե ընտրվում է ազգային ժողովի կողմից, եթե, որտեղ էլ մեծ եթե կարող է նախագահին պետք է վերադարձնել առաջնային մանդատը, բայց եթե նախագահը ընտրվում է ազգային ժողովի կողմից, ուրեմն ընտրվում է 3/4 մեծամասնությամբ։ Եվ այստեղ շատ կարևոր հարց է։ Եթե նախագահը ընտրվում է 3/4 մեծամասնությամբ, նա արդեն այս սահմանման չի կարող կուսակցական լինել, որովհետև ազգային ժողովում որևէ կուսակցություն չի կարող ունենալ 3/4 մեծամասնություն։ Դա օրինակ մեր պարտավորություններից անկախություն է որոշակյորեն տալիս նախագահին այդ առումով։ Նախագահը պետք է լինի։ Բայց դե ֆունկցիոնալ առումով ինչ լիազորություն ունի, այսպես թե այնպես խորհրդանական երկրում նախագահը, որքան էլ անկախ լինի։ Եկեք տեսեք, նայեք։ Նախ վերցնենք այն լիազորությունները, որ նա ունի հիմա, եւ այն լիազորությունները, որ մենք կարծում ենք, որ պետք է ունենա նախագահը մեր երկրում։ Դա էլ է լավ հարց։ Հիմա նախագահը ունի մի շարք շատ կարևոր լիազորություններ, որոնք թերագնահատվում են մի պարզ պատճառով, որովհետև հիմա երկիրը փաստացի նախագահ չունի։ Անտեղ նստած է դրածո, եղած քաղաքական մեծամասնությամբ, որ այդ Իսկ դրանից առաջ դրածո չէ, շատ ներողություն։ Չէ, Արմեն Սարգսյան դրածո չէր։ Արմեն Սարգսյան դրածո չէր եւ ես կասեմ տարբերությունը որտեղ եմ ես տեսնում։ Տեսեք, նախագահը գործող նշանակում է դատավորներ Արաչյացյանի դատարաններում եւ վերաքննիչ դատարանում։ Սա առանցքային ֆունկցիա է, հաշվի առնելով թե դատական համակարգը ինչքան կարեւոր է դառել հիմա։ Եթե նախագահը իսկապես ունի անկախություն, եթե նախագահը պատասխանատու է քաղաքացիների եւ իր խղճի առաջ, նա դատավորներ նշանակում է անաչառ մարդկանց։ Այլապես նա դատավորներ նշանակում է կամակատարներ։ Սուբյեկտիվ ընտրություն, օքեյ։ Սուբյեկտիվ է, բայց ավելի մեծ հավանականությամբ։ Երկրորդը, նախագահը ունի կարևորագույն ֆունկցիա ազգային ժողովի կողմից ընտրված օրենքները, ընդունված օրենքները ուղարկել սահմանադրական դատարան։ Հիմա ամենապարզ հարցը ձեզ տամ, ես վիճակագրությունը ճշգրիտ չեմ հիշում, բայց գուցե դուք եք հիշում։ Քանի օրենք է այս գործող նախագահը ուղարկել սահմանադրական դատարան եւ քանի օրենք է նախորդ նախագահը, որը եւս իդեալական չէր, բայց բոլոր դեպքերում այս քաղաքական ուժի անդամ չէր։ Քանի օրենք գործող նախագահի մասով չեմ հիշում։ Իսկ նախորդը ուղարկել է։ Նախորդը ուղարկել է։ Բանկային գաղտնիքի վերաբերյալ, հա, ուղարկել է եւ մի քանի այլ դեպքերում։ Այսինքն տեսեք, դրանք առանցքային ֆունկցիաներ են, որոնք պետքա գնահատել, ուղղակի գործող նախագահ դրանք պարզապես չի իրացնում։ Հիմա վերջացնեմ միտքս, եթե թույլ կտաք։ Ապագայում մենք կարծում ենք, որ նախագահի ֆունկցիաները պետք է ընդարձակվի։ Օրինակ, հիմա նախագահը ունի ֆունկցիա ընդունված օրենքները ուղարկել սահմանադրական դատարան, գուցե նրան պետք է տալ ֆունկցիա օրենսդրական վետոյի, այսինքն ինքը կարողանա նաև վետո դնել, որովհետև տեսեք, սահմանադրական դատարան ուղարկել է վետոն տարբերություն ունեն։ Դու ուղարկում ես սահմանադրական դատարան, ենթադրելով, որ օրենքը հակասահմանադրական տարեր ունի իր մեջ, եւ վերջնական որոշումը ընդունում է սահմանադրական դատարան։ Վետոն քեզ է հնարավորություն տալիս անմիջականորեն կասեցնել այդ օրենքի գործողությունը, դա մեկ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ նախագահը մեր երկրում պետք է լինի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ թե վարչապետ, այլ նախագահ։ Ինչու՞ դա երաշխավորում է զինված ուժերի անկախությունը քաղաքական համակարգից, որը ընդհանրապես ասած ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։ Ամբողջ աշխարհում բացառությամբ մի քանի երկրների, որոնք ընդհանուր մի օրինաչափությամբ են իրար հետ կապվում, գերագույն գլխավոր հրամանատարը կամ երկրի նախագահը կամ երկրի միակ լիազորություններով։ Որ լիազորություններով։ Գործող։ Չէ, նորից եմ ձեզ ասում, տեսեք, գերագույն գլխավոր հրամանատարը գերագույն գլխավոր հրամանատար։ Օրինակ, տեսեք, Բրիտանիան միապետն է։ Ես այսպես հասկացա։ Գործող լիազորություններով նախագահին տալ հավելյալ լիազորություններ, հետ նաև գերագույն գլխավոր հրամանատար։ Այո, հետ եմ ասում, որ ապագայում դա էլ է անհրաժեշտ։ Հիմա դուք հարց եք տալի, տեսեք, վերադառնանք ձեր հարցին, ինչից է հարցը սկսեց։ Դուք ասում եք ինչ երաշխիք, որ դուք այլ պետք է կվարեք։ Ասում եմ, մեր երաշխիքն է, որ մենք կարծում ենք, որ սահմանադրության մեջ պետք է մտցնել այդ փոփոխությունները իրականացնել, որպեսզի սահմանադրությունը իշխանության տարբեր մարմինների լիազորությունները բալանսավորի։ Մեր այսօրվա սահմանադրությունը եւ խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանի մեջ չի, այլև նրանց մեջ, ովքեր սահմանադրություն ընդունել են այնպիսի սահմանադրություն, որում խորհրդարանական մեծամասնությունը մանավանդ եթե նա ունի 3/5 մեծամասնություն, հա, եւ որը
Այսօր Փաշինյանի իշխանությունը ունի, հա, նա ստանում է բացարձակ իշխանություն։ Հա դուք փոխզսումների մեխանիզմներ եք առաջարկում այս դեպքում։ Այո, դուք ինձ հարցեցիք ինչ երաշխիք, ասացի, երաշխիքը ոչ թե Այսինքն դու գալու եք ինքներդ ձեզ փոխզսպելու։ Այո, որտեվ այլ տարբերակ չկա, հա, Մի քիչ ուտոպիստական չի, նայեք, բացատրեմ ինչ ուտոպիստական չի։ Պետք է գիտակցել հետևյալը։ Եթե դու գայթակղվում ես բռնապետական լիազորություններով, ինչպես գայթակղվեց Փաշինյանը, վերջի վերջո դու վերածվում ես բռնապետության։ Եթե դու վերջի վերջո վերածվում ես բռնապետության, այդ բռնապետությունը միշտ էլ մեղմ ասած ողբերգական վախճան ունի։ Դու ինքդ պետք է հասկանաս, որ համակարգն է, որ կայուն է։ 1776 թվականին, երբ որ ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը, մարդիկ, որոնք այդ սահմանադրությունը ընդունել են, անկեղծ մեզանից շատ ավելի քիչ գիտելիք ունեին, այն ժամանակ շատ ավելի քիչ էր ընդհանրապես քաղաքագիտական գիտելիքը, բայց այդ մարդիկ գնացին այն տրամաբանությամբ, որ պետք է ընդունել սահմանադրություն, որը բալանսավորված է։ Ֆանտաստիկ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գրում է սահմանադրություն, նոր սահմանադրություն գրելու։ Դեմ եք դրան։ Գուցե այս բոլոր փոփոխություններն էլ բերի։ Կներեք, թող ներկայացնեն նախագիծը, ժամանակ էլ կարտահայտվենք։ Իսկ գուցե դուք իբրև քաղաքացիական նախաձեռնություն միավորում առաջարկներ ներկայացնեք արդեն հանրային դաշտում ներկայացնելով թե ինչպես եք դուք պատկերացնում նոր սահմանադրությունը, եթե այսպես թե այնպես պիտի փոփոխության։ Պատրաստում ենք, այո, պատրաստում ենք մեր պատկերացրած, այսպես ասած, սահմանադրական կառավարման համակարգի նախագիծը եւ առաջիկայում կներկայացնենք։ Իդեպ կարծում եք, որ պիտի շարունակեն խորհրդանական երկիր լինել, թե ամեն դեպքում փոփոխություն պիտի լինի կիսանախագահական կամ նախագահական Տեսեք ինչու՞ է այստեղ խնդիրը, սա բարդ հարց է եւ չունի միարժեք պատասխան, ասեմ նաեւ ինչու չունի միարժեք պատասխան։ Ընդհանրապես ասած, Հայաստանը իր անկախության 34 տարիների ընթացքում փաստացի 3 անգամ նոր սահմանադրություն ընդունել, թե 2 անգամը ներկայացված են այնպես, որ նախորդ սահմանադրությունը պարզապես բարեփոխվել է, բայց իրականում մենք 3 անգամ սահմանադրություն ենք ընդունել։ 95 թվականին, 2005-ին եւ 2015-ին 10 տարին մեկ նոր սահմանադրություն ենք ընդունել, որում ամբողջ համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Սա սխալ է։ Սահմանադրությունը, օրինակ ես Միացյալ Նահանգների օրինակը բերեցի, հիմա նորից վերադառնամ Միացյալ Նահանգների օրինակին։ Այնտեղ սահմանադրությունը ընդունվել է 1 անգամ եւ դրանից հետո սահմանադրական բոլոր փոփոխությունները ընդունվել են հատ առ հատ ամեն անգամ որպես, գիտեք, կոչվում է amendment, այսինքն լրացում, որպես լրացում գործող սահմանադրությանը։ Աշճանաբար սահմանադրության այսպես ասած մարմինը այդ ընթացքում ինքը դարձել է ավելի հարուստ եւ ավելի մեծ քանակությամբ խնդիրներ ըստ էության լուծող եւ նկարագրող։ Ես ինքս կարծում եմ, որ սահմանադրական համակարգին կայունություն է պետք։ Այդ իմաստով գուցե գիտեք ինչ, եթե մենք հիմա ունենայինք կիսանախագահական համակարգ, ես կասեի եկեք մտածենք ոնց են կիսանախագահականը կատարելագործում։ Քանի որ ունենք խորհրդարանական համակարգ, ես կասեմ եկեք մտածենք խորհրդարանականը ոնց են կատարելագործում եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի նա աշխատի եւ իդեպ ես ձեզ ասեմ, մենք բազմաթիվ փոփոխություններ ենք ենթադրում այդ համատեքստում։ Օրինակ ես ձեզ ասացի նախագահի ֆունկցիաները ընդարձակել, որպեսզի ինքը ավելի լուրջ հակակշիռ հանդիսանա խորհրդարանական մեծամասնությանը։ Կամ օրինակ շատ կարևոր բան, որի մասին արդեն սկսել ենք խոսալ, անցնել մաժորիտար ընտրությունների համակարգի։ Մաժորիտար, ինչի որպեսզի падգամավորը իսկապես ունենա առաջնային մանդատ եւ հնարավորություն ունենա ազդել գործադիր իշխանության վրա, ոչ թե հիմա, երբ որ падգամավորը Ձեր խոսքից այնպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանը նվեր է տվել Բառացիորան Նիկոլ Փաշինյանին այն սահմանադրությունը, որ 2015-ին են փոխել։ Հա, իսկ այդպես չի։ Չէ, բայց այդ նվերը, ես դες մի բան ասեմ, դա ախր շատ հարաբերական հասկացություն է, դա մի նվեր է, որ քեզ թվում է, որ դու դրանով ունես բացարձակ լիազորություններ։ Բայց ունի։ Ըստ էության, հա, բայց դա երկսայրի սուր է, որովհետև այդ բռնապետի ձեռքի սուրը վերջում մտնում է այդ բռնապետի փորը, հասկացեք էլի, ախր ամբողջ աշխարհում բռնապետությունները ողբերգական վախճան ունեն։ Ընդհակառակը մեզ եկեք գնանք Հյուսային Կորեան դիտարկենք։ Եկեք մեզ չհամեմատենք Հյուսային Կորեայի հետ։ Բայց եթե ասում եք բռնապետություններում հետ պիտի համեմատենք։ Կադաֆի հետ համեմատեք, Չաուշեսկուի հետ համեմատեք, Ասադի հետ համեմատեք, Լուկաշենկոյի հետ համեմատեք, Վենեսուելայի Մադուրոյի հետ համեմատեք։ Այնքան համեմատություններ կարող են բերել բռնապետություն։ Մադուրոն այդ հայտնի բանը գիտեք, չէ՞, Սոլոնի բանը, հայտնի պատասխանը Կրեսոսին, Հերոդոտոսի պատմության մեջ է գրված։ Ասում կարևորը մարդու վերջը լավ լինի։ Դուք ոչ Մադուրոյի վերջն եք տեսել, ոչ Լուկաշենկոյի։ Հա, բայց ահագին երկար է, այդ վերջը չի գալիս, էլի։ Ախր, բայց մենք մյուս կողմից պետք է նայենք, եկեք վերցնենք Վենեսուելան, հա, Բելարուսան մի քիչ հատուկ դեպք է, էլի, եւ մինչեւ վերջ անկախ պետություն էլ չի ոնց որ հասկանում եք։ Վերցնենք Վենեսուելան։ Վենեսուելան ունենալով աշխարհի երկրորդ իր մեծությամբ նավթային պաշարները, ունի աշխարհում ամենաբարձր հանցավորության մակարդակը։ Կարակասում եթե դուք դուրս գաք փողոց, ձեր ստուդիայից գնաք ձեր տուն, կարող է մեծ հավանականությամբ ճանապարհին ձեզ սպանեն։
աշխարհում ունի ամենաբարձր հանցավորության մակարդակը ունենալով երկրորդ իր մեծությամբ նավթային Չէ, դե պաշարները։ Այդ նորմալ չի, դուք չէ՞։ արդեն Հայաստանը վերածեցիք բռնապետության, որքանով հասկանում Չէ, եմ։ Բռնապետություն է Հայաստանը։ Այդ ճանապարհով է գնում, այո։ Այդ ճանապարհով է գնում։ Որոնք են նշանները, որ այդ ճանապարհով։ Տեսեք, որոնք են նշանները նրա, որ Հայաստանը գնում է դեպի բռնապետություն եւ ինչ որ իմաստով արդեն դառնում է բռնապետություն ցավոք։ Առաջին, ես արդեն ասացի, իշխանության բոլոր մարմինները Հայաստանում բռնազավթված են մեկ հակական ուժի կողմից։ Բացարձակ։ Եվ դա այդպես է հիմա եւ այդպես չէ սրանից 4 տարի առաջ։ Այդպես չէ։ Չէ, մեկ հակական ուժի կողմից չէ։ Արմեն Սարգսյանը, որի մասին մենք խոսեցինք, օրինակ քաղաքացիական պայմանագիրը չէր ներկայացնում, կամ դատախազ Արթուր Դավթյանը, կամ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն։ Նրանք այդ քաղաքական ուժից չէին։ 4 տարիների ընթացքում 21 թվականից մինչև հիմա գործող քաղաքական մեծամասնությունը օգտագործել է այս սահմանադրության, այսպես ասած, ճեղքվածքները, որովհետեւ բոլոր պաշտոնները առանց բացառության բոլոր պաշտոնները յուրացան։ Հա, բոլոր իշխանությունների Ներողություն։ Ես բոլոր իշխանությունների որտեղ, օրինակ Միացյալ Նահանգներում այդպես է։ բոլոր երկրներում է։ Հանրապետական կուսակցությունը չի փորձում լիակատար մի բանը ինքը փորձում է, մի բանը իր մոտ ստացվում է։ Դե ուրեմն շատ են հաջողում ԿՊ-ին, որ ստացվում է, իսկ հանրապետականները վատն չի հաջողում, պարոն Ճալարյան։ Դա Ռուսաստանի Դաշնությունում էլ Իդինը Ռոսիան խոշոր հաշվում ունի մենաշնորհային իշխանություն։ Եկեք Ռուսաստանի հետ չհամեմատենք։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի համար ճիշտ համեմատությունը Ռուսաստանը չի։ Հայաստանի համար ճիշտ համեմատությունը օրինակ Սլովենիան է կամ Սլովակիան է։ Եկեք վերցնենք արևելաեվրոպական պետությունները։ Մտածենք, որ մենք էլ արևելաեվրոպական երկիր ենք, կայսրություն չենք։ Այդ իմաստով ասեմ ձեզ, որ Միացյալ Նահանգների հետ համացությունն էլ մեր համար ճիշտ չի։ Կայսրություն չենք, արևելաեվրոպական պետություն ենք, համատաբար փոքր բնակչությամբ, առանց կայսերական հավակնությունների, առանց ասենք միջուկային սպառազինության եւ այլն, հա։ Հիմա այդ երկրներում, եթե մենք նայում ենք, հա, չկա այդպիսի երկիր, որտեղ իշխանության բոլոր մարմինները բացարձակ յուրացված են մեկ հակական ուժի կողմից։ Հիմա դուք ինձ հարցեցիք, դա համապետական մակարդակում։ Հիմա եկեք գնանք հաջորդ մակարդակը, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակը։ Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում մարմինների ղեկավարները կամ գործող քաղաքական ուժին են ներկայացնում կամ բանտերում են, կամ էլ սպանվում են։ Վերջերս արդեն սկսել են սպանվել։ Փաստ է դա։ Չէ, որ ասում եք սպանվել, տպավորություն է ստեղծում, որ սպանողը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Չէ, մի րոպե չասեցի տենց, բայց սպանվել են։ Դե ակնարկը այդ ուղղությամբ է գնում։ Դե սպանվում են, մարդ կենցաղային խնդիր է ունեցել, սպանվել է օրինակ։ Կենցաղային խնդիրով չի սպանվել։ Մենք գտնում ենք, որ իր սպանությունը կապված է իր անմիջական գործունեության հետ։ Իր անմիջական գործունեության հետ։ Եվ հիմա, բայց ես նորից Իսկ եթե խորք ենք գնում, այդ անմիջական գործունեությունը քաղաքական չի։ Այսինքն վերջնարդյունքում քաղաքական սպանություն է։ Անմիջական որպես համայնքապետի։ Հիմա, քանի որ այնտեղ նախաքննություն է գնում, ես դրանից ավել որևէ բառ չեմ ուզում ասել։ Նախաքննությունը ցույց կտա, ժամանակը ցույց կտա, թե իրականում սպանության հետևը ինչ ուժեր կային։ Չեմ ուզում ակնարկանեմ։ Պարզապես այդպես է ստացվում, դրա համար եմ ուղիղ հարցը տալիս։ Չեմ ուզում ակնարկանեմ, բայց փաստ է, որ համայնքապետը ընտրված է իշխող քաղաքական ուժից չի սպանվել է ընտրությունից կես տարի հետո։ Կարող էր համայնքապետ էլ չլիներ եւ սպանվել, պարոն Չալարյան։ Կարող էր, բայց ինքը համայնքապետ էր, տարբերություն կա, հա։ Եվ եթե վերանանք այդ առանձին դեպքից, որը պարզապես մեկը մյուսի հետ չի կապվում, դրա համար եմ փորձում հասկանալ։ Իմ պատկերացմամբ կապվում է, բայց եթե վերանանք նույնիսկ առանձին այդ մեկ դեպքից, որպես օրինաչափություն եկեք նայենք, որպես օրինաչափություն։ Գյումրիում համայնքապետը ընտրել բանտում է հիմա, Մասիսում ընտրված համայնքապետը քրեական գործով։ Ասեք, ես ասեմ քրեական գործով։ Բանտում ինչու են հայտնվում, քրեական գործ պետք է։ Դե դա եմ ասում, քրեական գործով է հայտնվել։ Դուք վստահ եք, որ այդ քրեական հանցագործությունները տեղի չեն ունեցել։ Ես նորից եմ ձեզ ասում, ես ոչ մի բանում վստահ չեմ։ Ես չեմ պնդում, որ այդ մարդիկ անմեղ են, բայց ես ասում եմ, իրանք քաղաքական, լավ ուրիշ ձև ասեմ ձեզ։ Քրեական գործ կա հարուցված նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ, չէ՞։ Բան չի բանտում չի։ Ինչ իմանա։ Բա տեսնում եք։ Որտեղ գործը բարդ են բացահայտում, քան ինչու վատն է, երևի նրանց գործերն են ավելի արագ են բացահայտում։ Դա ամեն ինչ պատահականություններ է։ Մամիկ Օնասյանյանը բանտումա քրեական գործ կա, Վարդան Ղուկասյանը բանտումա քրեական գործ կա, Դավիթ Համբարձումյանը բանտումա քրեական գործ կա։ Դիանա Գասպարյանը քրեական գործ կա, բայց բանտում չի։ Դա թող չլինի բանտում, բայց մնացածներն էլ թող չլինեն։ Թող իրանց տնային կալանք տան, վարչական վերահսկողություն տան, գրավով թողեն ազատության մեջ եւ այլն։ Կալանքը, որովհետեւ օգտագործվում է որպես քաղաքական ճնշման միջոց։ Եվ դա բռնապետության երկրորդ, այսպես ասած, չափորոշիչներից մեկն է։ Եվ երրորդ չափորոշիչը, որը ուզում եմ ձեզ ասեմ, ընդհանրապես ասած, եթե դուք նայում եք, թե Հայաստանում դատական համակարգը հիմա ինչպես է գործում,
ինչ թվով կալանավորներ մենք ունենք Հայաստանում քաղաքական գործերով։ Աննախադեպ է, չենք ունեցել, երբեք չենք ունեցել։ Կամ եթե դուք նայեք ինչքան է հիմա սպանությունների մակարդակը եւ ծանր հանցագործությունների մակարդակը, աննախադեպ է, երբեք այդքան չենք ունեցել։ Իսկ ինչով է կապված մեկը մյուսի հետ, որովհետեւ իրավապահ համակարգը զբաղվում է քաղաքական գործերով, ոչ թե հանցագործությունները իրական հանցագործությունները կանխարգելելով։ Անմիջական կապ կա, հաղորդակից անոթներ են։ Դիմենի մասին խոսեցինք, ներքին քաղաքականի մասին խոսեցինք, շատ հետաքրքիր ամեն դեպքում վերադառնալով ընտրություններին քաղաքական ուղղվածությանը, դե գիտեք, այդ ծայրահեղացման բևեռացման մեջ անդադար քննարկվում ոչ միայն այդ ներքին պարակտվածությունը, ընդդիմադիրների իշխանականների միջև, այլ նաև արտաքին քաղաքականը, ու էդ էլ է բևեռացված, պրոռուսական, պրոարևմտյան, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր վերջին համաժողովի շրջանակներում ներկայացրեց 4 հանրապետության հռչակման իր պատկերացումները եւ տեսլականը, որտեղ արտաքին քաղաքական իմաստով շատ հստակ գրված էր Հայաստանը ճանապարհ է բռնելու դեպի Եվրամիություն։ Հիմա դուք իբրև համակարգող ձեր քաղաքացիական միավորման ինչպես եք պատկերացնում Հայաստանը ինչ ընթացք պիտի ունենա, պրո-եվրոպական թե պրո-ռուսական։ Տեսեք, դա արհեստական հարց է։ Զգալի չափով բացատրեմ ինչու։ Դա զգալի չափով արհեստական հարց է։ Նախ քաղաքացիական պայմանագիրը չունի պրո-եվրոպական դիրքորոշում։ Նա ունի պրո-թուրքական դիրքորոշում, որը նա քողարկում է պրո-եվրոպականով։ Ինչպես։ Դա ինչ անշակում ինչպես։ Ինչպես է քողարկում։ Քողարկումը խոսում է Եվրոպական միություն անդամակցության մասին, երբ որ այդ ուղղությամբ որևէ ուղերձ Եվրոպական միությունից չի ստացված, մեր կողմից օրենք է ընդունվել, պարոն Չոլոմյան։ Ինչ օրենք։ Օրենք չէ, հայտարարություն է ընդունվել։ Նախագիծ։ Հայտարարություն կարդացել եք, բովանդակությունը հիշում եք, Հայաստանը մեկնարկում է գործընթացը։ Դա օրենք չի, դա ընդհանրապես հայտարարություն է ոչ մի բանի մասին։ Եվրոպական միության անդամակցության գործընթացը ունի որոշակի ընթացակարգեր։ Այդ ընթացակարգերից ոչ մեկը չի մեկնարկված։ Բացարձակ վիզաների ազատականացում Դա Եվրոպական միության անդամակցություն չի։ Դա Բայց գործընթացը միտված դրան չէ։ Եղեցուն։ Եկեք տարբերենք երկու բաներ։ Եվրոպական միության հետ համագործակցություն, որի շրջանակներում կա նաև օրինակ Եվ որը քայլ առաջ է դեպի Եվրամիություն։ Ներողություն, որը համագործակցություն է։ Մենք եթե նայենք Եվրամիության հետ համագործակցության տեսանկյունից, նույնիսկ մինչև այս իշխանությունը մենք ունենք համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի շրջանակում ի դեպ նախատեսվում էր ի վերջո ազատականացնել նաև մուտքի արտոնագրերը, որը ի դեպ նաև ես ողջունում եմ։ Ընդհանրապես ասած, եթե մենք աշխարհի երկրների մեծ մասի հետ ունենանք ազատականացված մուտքի ելքի իրավիճակ, միայն կշահենք դրանից։ Շատ լավ։ Հիմա վերադառնալով կարևորին։ Պրո-եվրոպական, պրո-ռուսական, պրո-արևմտյան գլոբալ առում։ Տեսեք, մեր տեսանկյունից, Հայ-Աքվեի տեսանկյունից, եւ դա եւս մեր ծրագրի մեջ է նախանշված, մենք պետք է ունենանք բազմավեկտոր քաղաքականություն, հաշվի առնելով, թե մենք որտեղ ենք գտնվում։ Մենք գտնվում ենք Հարավային Կովկասում, որտեղ մեր անմիջական հարևաններն են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Իրանը, մոտ հարևաններ են, որոնք մեզ մոտ են գտնվում, Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպական միությունը, արաբական երկրները եւ Հնդկաստանը։ Հնդկաստանը մի քիչ ավելի հեռու է, բայց իրականում հաշվառնորը չափերը, մասշտաբները եւ այլն եւ ներգրավվածությունը դրանք բավական մոտ են։ Մեր տեսակետը այն է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է բալանսավորված լինի այդ ազդեցության կենտրոնների միջև։ Հիասքանչ։ Դե հարցում եք, պատասխանում եմ։ Այդ իմաստով նմանություններ են բարձրապես փոխում, այդ իմաստով, օրինակ, մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է լինի Եվրոմիության անդամ, բայց որովհետև սահման չունի Եվրոմիության հետ։ Եվ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ էլ սահման չունի, ԵԱՏՄ անդամ էլ չպիտի լինի։ Այդ հետաքրքիր հարց է, Բայց եւ ընդհանրապես ասած երկարաժամկետ հեռանկարում պետք է մտածել, արդյոք մեզ պետք է մնալ ԵԱՏՄ-ի մեջ, թե չէ։ իսկ կարճաժամկետում մնալը ճիշտ է։ Կարճաժամկետում մնալը ճիշտ է շատ պարզ պատճառով, որովհետև տնտեսությունը կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ։ Հիմա եթե մենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնենք, ժամանակի ընթացքում տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից կարող է եւ նվազի։ Եվ ընդհանրապես ասած, այս վերջի մի քանի տարիների փորձառությունը հետաքրքիր բան բացահայտեց, որ մեր համար, հայերիս համար եւ Հայաստանի շահեկան է իրականում լինել կամուրջ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, որովհետեւ այդ կամուրջով երթևեկություն կա։ Երկու ուղղություններով էլ, հա, եւ Հայաստանը շահում է, որովհետեւ մենք մի քանի տարի բարձր տնտեսական աճ ենք ունեցել, հենց այն պատճառով, որ այդ կամուրջով լուրջ երթևեկություններ տեղ ունեն։ Ճիշտ է։ Հիմա մեր տրամաբանությունը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության համար շահեկան է, որպեսզի նա կապի Արևմուտքը Արևելքի հետ եւ Հյուսիսը Հարավի հետ եւ այլն։ Եվ չլինի որևէ մեկ կոնկրետ միության անդամ։ Հիասքանչ մոդել է։ Այդ է մեր տրամաբանությունը, դա եւ ձեր հարցին Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունն էլ է դա։
Եվ հաջորդ հարցը ուզում էի տալ, արդյոք Փաշինյանը պատկերացնում եք 2026-ի ընտրություններին քաղաքացիական պայմանագրի հետ դաշինքով գնալ ընտրություններին, որովհետև Նիկոլ Փաշինյան, այն ինչ դուք ասեցիք, բալանսավորված քաղաքականություն, բազմավեկտոր քաղաքականություն, հարաբերություններ հարևանների հետ, խաչմերուկ խոշոր հաշվով հյուսիսից հարավ ու արևելքից արևմուտք, համագործակցություն բոլորի հետ, ԵՄ-ի հետ համագործակցություն, ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն, ՇՀԿ-ի հետ համագործակցություն, որտեղ է Նիկոլ Փաշինյանը կիսատ ասում այն, ինչ ասում եք դուք։ շատ զարմանալի հետևություններ եք անում, որտեվ ինչ որ իմաստով հատվածական եք մտածում։ Նախ ես արդեն ասացի, Նիկոլ Փաշինյանը թուրքամետ գործիչ է։ Թուրքամետ։ Նա ոչ Եվրոպայի հետ է Ինչով է դա արտահայտվում։ Ինչով արտահայտվում։ Նրանով որ Հայաստանը աստիճանաբար ապազգայնացվում է։ Ապազգայնացվում է Հայաստանը։ Ահա արտահայտվում։ Խնդրում եմ բացատրեք մեր հեռուստադիտողին, ինչ ասել է ապազգայնացում։ Եկեք վերցնենք կոնկրետ բաներ։ Երբ որ օրինակ մեր դասագրքերից աստիճանաբար հանվում են այն դրվագները, որոնք կապված են հայ-թուրքական հակամարտության հետ։ Կամ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դա Հայաստանի Հանրապետության օրակարգում չի այլևս, դրանով պետք է զբաղվի Սփյուռքը։ Կամ երբ որ օրինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը հանվում է դասագրքերից, կամ երբ որ առանց որևէ անհրաժեշտության ցեղասպանության հուշարձանը բարբարոսական ոչնչացման է ենթարկվում, անունը դնելով որ դա վերանորոգում է։ Ինչքան շարունակում։ Կամ երբ որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վանական համալիրը ուժայինների միջոցով նվաճվում է եւ հայտարարվում է, որ սա ճանապարհա վեհարանել նրանցից ազատ։ Այստեղ էլ մի շատ կարևոր հարց էր, որովհետև հանրությունը դա ակտիվ քննարկում է ու միշտ հարցնում են, թվում նաև ինձ իբրև լրագրող չգիտեմ ինչու, արդյոք ոչ թե Մայրաթորը, այլ Գարեգին II կաթողիկոսը ունի լայն հասարակական աջակցություն, թե ոչ, որովհետև նույն այդ իրադարձությունների ժամանակ թվում էր, թե տասնյակ հազարավոր մարդիկ, հավատացյալներ պիտի հավաքվեին, կենթանի պատ կազմեին, որպեսզի ուժայինները հնարավորություն չունենային մտնել Մայրաթորի տարածք, բայց դա տեղի չունեցավ ու հարցը սենց այս արշավի շրջանակներում հետևյալն է, ինչ եք կարծում, Գարեգին II կաթողիկոսը 26 տարի հոգևոր իշխանությունը ձեռքում պահելու ընթացքում աստվածահաճո կյանքով ապրել է, թե ոչ։ Ես այն մարդը չեմ, որ այդ հարցին պետք է Ինչու։ պատասխանեմ։ Որպես հավատացյալ։ Չէ, շատ բարձ բացատրեմ ձեզ։ Դա իրականում սադրիչ հարց, հա, եւ կաթողիկոսին դատելու է Աստված, ոչ թե ես։ Դա մեկ։ Երկրորդը, դիցուկ ենթադրենք ապրելա կամ չի ապրել։ Արդյոք դա հիմք է տալիս գործադիր իշխանության ղեկավարին չարաշահելով իր իշխանական լիազորությունները, օգտագործելով իր բացառիկ լիազորությունները, մասնապես վարչապետին անմիջականորեն ենթակա ուժային կառույցների ռեսուրսները գրավել հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ես հակառակը կարող եմ ասել։ Արդյոք դա նրան հնարավորություն տալիս է։ Պարոն Չալաբյան, արդյոք Գարեգին II-ին լիազորություն է տրված մասնակցել ներքաղաքական գործընթացներին եւ իր լիազորությունների շրջանակներում քահանաներին ուղարկել հանրահավաքների։ Ստիպել ուղարկել։ Ներողություն։ Հիմա տեսեք։ Եկեք տարբերենք այդտեղ։ Գարեգին II-ը, ինչպես եւ դուք, ինչպես եւ ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իրանցից յուրաքանչյուրը կարող են մասնակցել քաղաքական գործընթացներին։ Կարող են։ Այո, եւ Գարեգին II-ն էլ է կարող։ Կարող է ինքը ստիպողաբար իր քահանաներից որևէ մեկին ուղարկել հանրավակի, ոչ չի կարող։ Ինչպես եւ դուք չեք կարող ձեր օպերատորներին ուղարկել հանրավակի։ Իրենք աշխատանքի բնույթի ձելներով։ Այո, բայց իսկ կա փաստ, որ ինքը ստիպողաբար ինչ որ մեկին ուղարկել է։ Կա հեռախոսազրույցներ են հրապարակել։ Չէ, հեռախոսազրույցում Գարեգին II-ը չկա։ Չկա, բայց կա Գարեգին II-ի մասին խոսակցություն։ Հիմա կներեք, կա, բայց այնտեղ չի ասում ստիպողաբար։ Այնտեղ ստիպողաբար բառը չկա ընդհանրապես։ Այնտեղ ասում է ինձ ասել է մորդ հետ գնա հանրավակի։ Ինչ, որ չի ասում ինձ պարտադրելա, նշանակում է ստիպողաբար չի։ Ներողություն։ Եթե հիմա ես ասեմ Դավիթ ջան, վաղը հանրավակ ենք անում, եկեք հետս։ Դրանում կա հարկադրանք։ Իսկ եթե դուք իմ ղեկավարն եք, սրա մեջ արդեն հարկադրանք կարող եմ տեսնել։ Հակառակ դեպքում դուք ունեք լիազորություն ինձ զրկել աշխատանքից։ Քանի որ ես, չէ, մի վարքյան, դուք էլ ունեք լիազորություն դա բողոքարկելու։ Դե մարդիկ էլ կան, որ բողոքարկել են։ Ուրեմն տեսեք։ Այդ 236 հոդվածը չարաբաստիկ քրեական օրենսգրքի ես գիտեմ անգիր, տառ, ինչու որտեղ ես այդ հոդվածով դատվել եմ ինքս, հա, եւ ինչպես գիտեք, դատավճիռ մինչեւ հիմա չկա։ Բեկանվել է դատավճիռը վերաքննիչ դատարանի կողմից, որտեղ հիմա համարվել է, որ ապացուցված չի մեղքը։ Բայց այդ հոդվածը ես գիտեմ անգիր։ Այդ հոդվածում հստակ գրված է հարկադրանք բռնության, շանտաժի, գույքը ոչնչացնելու միջոցով։ Ֆինանսական շահագրգռվածության մասին։ Այդ էլ առանձին է, չէ, դա առանձին է, դա այդտեղ հարկադրանք չկա։ Ես խոսում եմ հարկադրանքի մասին։ Դա էլ երկրորդ մասն է։
Հարկադրանքը ենթադրում է հարկադրանքի միջոցներ, շանտաժ, բռնություն, գույքի ոչնչացում, սպառնալիքներ եւ այլն։ Հիմա եթե ես ենթադրենք ձեր ղեկավարն եմ, գայս եմ ասում Դավիթ ջան, վաղ արի հանրահավաքի հետս։ Դուք էլ ասում եք չեմ գա եւ ձեզ աշխատանքից ազատ ունեմ։ Դուք շատ հանգիստ կբողոքարկեք եւ դատը կշահեք։ Դուք շատ բարձր Կշահեք դատը։ քաղաքացիական իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող մարդկանց մասին եք խոսում եւ բոլորը չեն մեր հասարակության շրջանում այդպիսիք վերցնել եւ բողոքարկել։ Գործում է վախի սկզբունքը։ Կա վերադասություն։ Եթե դուք այդպես ուտոպիստական ֆանտաստիկ եք պատկերացնում համակարգ Հայաստանում, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ աշխատող միանգամից գնում է դատի տալու իր գործատոին, այդպես չէ եւ դուք դա շատ լավ գիտեք։ Այո, գիտեմ, եւ խոսքը գնում է ոչ թե շարքային քաղաքացիների մասին, այլ քահանաների մասին, որոնք միևնույնն է ունեն վերադաս։ հա, բայց որոնք ոնց որ հասկանում եք իրավագիտակցության բարձր մակարդակ ունեն։ Բացի դրանից, իսկ օրինակ դուք համոզված եք, որ Հովանավանքում այն քաղաքացիները, որ հավաքված էին, դրանց գոնե մի մասը հարկադրանքով չէր բերված։ Համոզված Չեմ կարող ասել։ Հա, տեսնում եք։ Երկսայրի սուր է։ Իդեպ ես ձեզ ասեմ նաև, մենք հիմա զբաղվում ենք այդ հարցով, որովհետև տվյալներ ունենք, որ այո, որոշ քաղաքացիներ նրանց նկատմամբ հարկադրանք ա եղել, զբաղվում ենք նրանով, որ դա բացահայտենք։ Ուզում եմ ասեմ, որ այս իրավիճակը ինքը པարզ է, ասես բաղկացած է կիսաստերից, կիսաճշմարտությունից եւ այլն, բայց դրանցից եւ ոչ մեկը հիմք չի տալիս գործադիր իշխանության ղեկավարին չարաշահել իր լիազորությունները վանական համալիր գրավել։ Շատ բարի։ Հիմք չի տալիս։ Մայր աթոռը պետություն է պետության մեջ, թե ոչ։ Ոչ, մայրաթոռը Այսինքն կրոնական կազմակերպություն է, որը Սահմանադրության 18-րդ հոդվածով ունի բացառիկ իրավունքներ։ Բացառիկ իրավունքներ, բայց ոչ առանձին պետականություն, Չէ, ինչպես Վատիկանը։ չէ, Օրինակ Իտալիայի ոստիկանությունը իրավունք չունի մա։ Չէ՞ Վատիկան։ Պետություն չի։ Այսինքն մայր աթոռը ինքնին գտնում է պետության լիազորության մեջ։ Այո, Ինքնիշխանության լիազորության, Այո։ տարածքային ամբողջականության եւ այլն։ այո։ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը, որ իրավապահ մարմինը մտնում է այնտեղ։ Ներողություն, վանական համալիրը մայրաթոռը չի, այլ Հովանավանքն է։ Մենք հիմա մայր աթոռի մասին ենք խոսում, Հովանավանքի մասին չենք խոսում։ Նայեք, հիմա եթե խոսում ենք մայրաթոռի մասին, մայրաթոռի տեսանկյունից իրավապահ մարմինը օրենքով սահմանված իրավունք ունի մայրաթոռ մտնելու։ Մենք դա ես դա վիճարկել եմ, որովհետեւ Չէ, ես հարցնում եմ չեմ պարզապես։ վիճարկել, չէ, իրավունք ունի։ Այլ հարց է, որ բարոյական հարթության մեջ շատ կարևոր է այդ իրավունքը չարաշահել։ Ես օրինակ գիտեք ինչ եմ տեսել, ականատես եմ եղել այդ հունիսի 27-ին էր, չէ, կարծեմ այդ մայրաթոռի գրոհը։ Ես ականատես եմ եղել, թե կարմիր բերետները ինչպես փորձում էին ջարդել ցանկապատները, հետո էլ մագլցել այդ ցանկապատների, որ ներս թռնել մայրաթոռի տարածք։ Եվ միայն գնդապետ Խուդինյանի սաստել իրանց հետ կանգնացրեց դրանից, իսկ գնդապետ Խուդինյանն էլ ես խնդրեցի, որ դրանց սաստի։ Հիմա դա իրավունքի դաշտում է, թե իրավունքի դաշտում չի։ Ինչ իրավունք ունեն մարդիկ փորձել ջարդել ու տեսեք իրանք դուք կարող եք մտնել իրավապահ մարմին իրավունք ունի մտնել ցանկացած տարածք, եթե ունի դատարանից ստացած փաստաթուղթ խոզարկության մասին, ինչ որ մեկին բերման ենթարկելու մասին, բան։ Ինչու եկեղեցին դատի չի տալիս իրավապահ համակարգին, հաղորդում չի ներկայացնում։ Ինչու Ներկայացնում է Արա Զորաբյանը ներկայացրել է հաղորդում Հովանավանքի հետ կապված։ Այդ հաղորդմամբ դատախազությունը որոշել է քրեական գործ։ Մայր աթոռը ինչի վեհարան մուտքի ժամանակ չի ներկայացրել Չէ, ներողություն, այդ դուք գնացեք իրանց հարցը, լավ կլներ որ ներկայացնի։ Իմիջոց լավ կլներ որ ներկայացնի։ Որտեվ եթե խոսում ենք քաղաքացիության մասին, ասում ենք կաթողիկոս Հայաստանյան քաղաքացի է, կարող է քաղաքացիական դիրքորոշում։ Բայց երբ որ պահը գալիս է արդեն քաղաքացիական դիրքորոշմամբ գնալ դատարան, հաղորդում ներկայացնել ոստիկանություն, դատախազություն եւ այլուր, մայր աթոռը սահմանափակվում է հայտարարություններով, բայց այդտեղ քաղաքացիականը չի աշխատում։ Տեսեք, աշխատում է եւ հենց այդ պատճառով օրինակ մենք որպես իրավագիտակից քաղաքացիների միավորում հենց այսօր ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին, հենց այսօր։ Ես ձեր մոտ տաղավարից գնալու եմ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելու, որովհետև մենք համարում ենք մեզ տուժած կողմ։ Տուժած կողմ։ Մեր համակիրներից մեկը այդ օրը մտել է Հովանավանք, իր բերանը փակել են, բռնությամբ դուրս են բերել։ Դա մարդու կրոնական իրավունքների ամենազազրելի, ամենաբիրտ խախտումն է։ Մարդը մտել է, որպեսզի իր մեղմ ասած կրոնական պահանջմունքները բավարարի, ենթադրել է, որ ինքը մտնում է հայ առաքելական եկեղեցու տաճար եւ այնտեղ հայ առաքելական եկեղեցու քահանաները իրականացնում են պատարակ։ Եվ ինքը մտել է տեսել, որ պատարակների փոխարեն քահանաների փոխարեն կարգալույց եղած քաղաքացիական անձն է դա իրականացնում, դրա մասին բարձրաձայնել է առանց որևէ վիրավորանքի եւ այլն, իր բերանը փակել են, բռնությամբ հանել են։ Արդյոք դա հանցանք չի։
Չեմ կարող ասել, ես դատավոր չեմ։ Մենք ճիշտ եք ասում, մենք դիտարկում ենք դա որպես առերևույթ անցանքի նշաններ ունեցող արարք եւ դրա համար հաղորդում ենք ներկայացնում։ Պարոն ցավալիորեն մեր շատ քիչ ժամանակ է մնացել։ Վերադառնալով արդեն աշխարհիկ թեմաներին, կրկին ներքաղաքականին, որովհետև ամենակննարկվողը դա է ու տպավորություն է ստեղծվում, որ մի կողմում կանգնած է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իբրև առանձին բևեռ եւ իշխանություն է սպային, մյուս կողմում ընդդիմությունը, որ մենք ընդհանուր անվանում ենք ընդդիմություն, բայց այնպիսի պարակտվածություն կա, որ մենք բազմաթիվ հյուրերի հետ ենք դա քննարկում։ Ասում ենք ընդդիմություն տպավորություն է ստեղծվում, մոնոլիտ բան է այդ ընդդիմությունը, մինչդեռ կան բազմաթիվ նախաձեռնություններ, շարժումներ, կուսակցություններ, նոր բացվածքներ, հայտ ներկայացրածներ, ինստիտուցիոնալ, ազգային ժողովում խմբակցություններ, ընդդիմադիր խմբակցություններ եւ դրանց կազմում գործող կուսակցություններ։ Ու տպավորություն է ստեղծվում, որ 2026-ին միևնույն է լեզու չեն գտնելու, ինչպես 2021-ի ժամանակ շատ դժվար էր լեզու գտնել այդ բոլոր ուժերի միջև, այդ թվում նաև նորաստեղծների, որովհետև մեծ թվով կուսակցություններ ձևավորվեցին, որոնք որոշները դաշինքներով գնացին, որոշները առանձին գնացին, ու այդպես էլ չձևավորվեց նոր համակարգ, ու ազգային ժողովում ձևավորվեց նախկինների եւ ներկաների իշխանություն, փոքրամասնություն եւ մեծամասնություն։ Հիմա դուք նշեցիք միասնության թևերի, մեր ձևովի հետ հավանական համագործակցությունը, որոնց մասով էլ իր հերթին համագործակցության հնարավորության մասին գոնե թե մեր ձևովի մասով ներկայացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սա ինքնին չի կապում բոլորին մի օղակի մեջ, եւ արդյոք ձեզ չի ավտոմատ կապելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տեսեք, նախ մենք ինչ-որ չափով պետք է սկսենք այնուամենայնիվ սովորել նրան, որ ապրում ենք խորհրդարանական համակարգում։ Խորհրդարանական համակարգում ապրող երկրները ուրիշ մի երկու օրինակ վերցնենք, հա։ Իսրայելը օրինակ ունի խորհրդարանական դասական խորհրդարանական համակարգ։ Իսրայելում պարբերաբար իրանց ազգային ժողովում Կնեսետում հայտնվում է, ասենք 12 եւ ավել կուսակցություն։ Պարակտված են, չէ ոչ թե պարակտված են, այլ շերտավորված են, որտեղ իսրայելյան հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, ուլտրաօրթոդոքս, ընդհակառակը սոցիալիստ, ընդհակառակը ծայրահեղական եւ այլն տարբեր։ Հիմա դուք չեք կարող բոլոր այդ հասարակության շերտերին բերեք, ասեք ընտրեք նույն կուսակցության, դրա համար 12 տարբեր կուսակցություններ են այնտեղ հայտնվում։ Ոմանք շատ չնչին, ասենք, ներկայություն ունեն, 1% ունեն, 2% ունեն, եւ իրանք կոալիցիաներ են ձևավորում երկիրը կառավարելու համար։ Ես ես հիշեցնեմ, որ կոնկրետ Իսրայելի դեպքում 3 անգամ կոալիցիա չձևավորվեց, ազգային ժողովը ցրվեց, նորից ընտրություն եղավ, մինչև հնարավոր եղավ 51 ձայն հավաքել, Նատանյահուն կարողացավ ներկա վարչապետը կոալիցիա ձևավորել, որպես օրինակ մեկ։ Օրինակ երկու, որը տարածությունն 3-4 օրն է տեղի ունեցել։ Հոլանդիայում տեղի ունեցել ընտրություններ, որը եւս Հոլանդիան աշխարհի առաջին ժողովրդավարական պետություններից մեկն է։ 17 կուսակցություն է անցել։ 17։ Հիմա որ 17 կուսակցությունները ինչ որ ձևով պետքա կոալիցիա ձևավորեն, չէ՞, որպեսզի կառավարեն։ Ընդ որում ամենամեծ կուսակցությունը կարծեմ 100-ից 26 տեղ ունի։ Բայց իրանց ընդդիմադիրներն էլ 26 տեղ ունեն, ուրեմն հարցն է, թե դրանցից ով է կարողանալու իր շուրջը փոքր կուսակցություններին համախմբի, հա։ Դրա համար մենք այդ ամեն ինչին պետքա վերաբերվենք ոչ թե որպես պարակտում, այլ պետքա վերաբերվենք որպես բազմակարծություն։ Դա նորմալ է։ Հայաստանում էլ երբ որ դուք ասում եք ընդդիմություն, պարզ է, չէ՞ որ մի ծայրում ունեք, ասենք, ենթադրենք Սասնա-Ծռեր, մյուս ծայրում ունեք ձեր ասած երկրորդ նախագահին եւ արանքում էլ ուրիշ տարբեր ուժեր։ Այո, դրանք բոլորը ընդդիմանում են գործող իշխանությանը, բայց իրանք շատ տարբեր են։ Շատ տարբեր։ Մենք բնականաբար նրանցից էլ ենք տարբեր, եւ դրա համար մենք կարծում ենք, որ պետք է գնալ ընտրություններին այն ուժերի հետ, որոնք մեր համար գաղափարապես մոտ են։ Տեսեք, մենք մեր քննարկման արդյունքում հասկացանք օրինակ, հա, որ մենք կարծում ենք, որ մեզ պետք է բազմավեկտոր քաղաքականություն։ Եթե երկրորդ նախագահը կարծում է, որ Հայաստանը պետք է կողմնորոշված լինի Ռուսաստանի վրա, մենք արդեն այդտեղ ֆունդամենտալ իրանից տարբերվում ենք, չարչարած ուրիշ չի հայտարարել, թե իրենք ինչ են ուզում։ Չէ, Դա եմ ասում, գաղափարական հիմքի տեսանկյունից անգամ հայտարարել չի, թե ինչ ուզում են գնալ։ Հա, բայց հենց այդ պատճառով ես ասում եմ, դրա համար իրանց ոչ մեկի հետ չունենք բանակցություններ։ Ունենք խորհրդակցություններ։ Գաղափարական իմաստով, եթե տենց նայենք, մենք ունենք գաղափարական ծրագիր եւ իմ ասած ապրելու երկիր ունի գաղափարական ծրագիր, որ մեր կայքերում հրապարակված են, իրար հետ մոտ են։ Դրա համար մենք կգնանք այն ուժերի հետ, որոնց հետ օրինակ մենք կպայմանավորվենք, որ պետք արտաքին քաղաքականությունը լինի հայակենտրոն։ Լինի հայակենտրոն, ոչ թե ծայրահեղ արևմտամետ կամ ծայրահեղ թուրքամետ կամ ծայրահեղ ռուսամետ եւ այլն։ Հիմա, երբ որ մենք հայտնվենք ազգային ժողովում, եւ տեսնենք, թե կներեք, ընտրողի վերջո ում է ինչ մանդատ տվել, այդ ժամանակ կարելի է խոսալ կոալիցիաների մասին։
այդ ժամանակ, բայց այդ արդեն կախված նրանից թե ընտրողը ում է նախընտրել։ Ձեր Եթե ասած նախընտրածը լինի թուրքամետներին, ինչ եք անել, ուստիպված սկսելու եք համագործակցել թուրքամետների հետ։ իրանց ընդդիմանալու ենք, արդեն բացատրեցինք, իրանց ընդդիմանալու ենք, որովհետև մեր համար դա անընդունելի է։ Իսկ Անընդունելի է։ Թուրքիայի հետ հարաբերությունները ընդունել են թե անընդունել են։ Թուրքիայի հետ հարաբերությունները մեր համար ընդունելի են։ Ադրբեջանի հետ եւս։ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր համար եւս ընդունելի են, բայց հարցը հետեւյալն է, թե որ պայմաններով են այդ հարաբերությունները ձևավորվում։ Տարածքային ամբողջականության ճանաչման Եթե փոխադարձ։ դուք նկատում եք տարածքային, Տարածքային այդպես էլ ասած։ ինստитуած ազգային ասած։ Չէ, տարածքային։ Այդտեղ շատ կարևոր հարց է, Արցախի հետ ինչ է լինելու։ Դե տարածքային ամբողջականությունը եթե ճանաչում ես, միջազգայինորեն ճանաչված սահմաններով ստացվում է Արցախն էլ ճանաչում։ Հիմա համաձայն եք լինելու դրա հետ թե ոչ։ Չէ, համաձայն չենք լինելու, բայց ես նույնից հիշեցեմ ձեզ։ Իրականում դուք բարբերաբար փորձում եք բևեռացնել ոնց որ պատասխանները, բայց իրականում կան միջանկյալ տարբերակներ։ Արցախի վերջում մի մոռացեք, որ նախկին ադրբեջանական երկրորդ հանրապետությունում խորհրդային ունեցել է ինքնավարության կարգավիճակ։ Okay, բայց իր հավաջորդը չեն համարում, չէ՞։ Հիմա մենք կարող ենք առնվազն Ադրբեջանները հարց դնել Արցախի սուբյեկտայնության վերականգնման։ Կարող ենք դնել, թե չեն կարող դնել։ Դու կարող կարող եք անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների սուբյեկտայնության Չէ, ներողություն, դու Ամերիկայի առաջ մենք այդ հարցը չենք դնում։ Արցախը եղել է որպես սուբյեկտ, եւ Արցախը ինչ որ իմաստով մի պետության շրջանակներում, որի իրավահաջորդը Ադրբեջանը իրեն չի ճանաչում։ Շարունակում է պահպանվել որպես սուբյեկտ։ Ոստի Արցախի հարցը լուծված չի վերջնական։ Եթե նույնիսկ մենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե դա կլինի մենակ այն պայմանով, որ Ադրբեջանը փոխադարձ ճանաչի Արցախը որպես սուբյեկտ եւ այդ սուբյեկտի իրավունքները երաշխավորի։ Ոստի Եթե չեք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատերազմ եք հայտարարում։ Չէ, ով ասում։ Դե նշանակում Ադրբեջանը ասում է, տեսեք, սա իմ դիրքորոշումը չի։ Ես հանրայնացվող կարծիքների մասին եմ։ Դա Փաշինյանի դիրքորոշումն է։ Մենք Արցախի պատերազմ ենք հայտարարել ու չճանաչելով տարածքային ամբողջականություն։ Տեսեք, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մինչև 2022 թվականը չենք ճանաչում, բայց պատերազմ չենք հայտարարում։ Ընդհակառակը Դե արդեն պատերազմի մեջ էինք էլ։ Մենք Ադրբեջանի հետ ունենք զինադադարի պայմանագիր 94 թվականին Բիշկեկում ստորագրած։ Պատերազմի մեջ չենք։ Մենք ընդհանրապես 94 թվականից ի վեր Ադրբեջանի նկատմամբ ոչ մի ագրեսիվ գործողություն չենք իրականացրել։ Ավելին ձեզ ասեմ, եթե մենք կարողանանք Ադրբեջանի հետ Մադրիդյան սկզբունքների շրջանակում ինչ որ համաձայնության գանք, ընդհանրապես որևէ պատերազմ չէր լինի։ Բայց Ադրբեջանը կարծես չէր գալի որևէ համաձայնության։ Որտեւ Ադրբեջանը ուժեղ էր մեզանից։ Որտեւ Ադրբեջանը մեզանից ուժեղ էր։ Դա իրական պոլիտիկան է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո։ Հիմա, տեսեք, դուք այդ իմաստով ունեք երկու տարբերակ։ Դուք կարող եք ասել Արցախի էջը փակվեց, մոռացանք դրա մասին, բայց հասկանաք, որ դա ունենալու է հետևանքներ, շատ լուրջ հետևանքներ։ Դա կարող է բերի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կազմալուծման հետագայում, որտեղ Ադրբեջանը չկանգնի դրա վրա եւ շարունակի իր պահանջները առաջ դնել։ Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձ եւ այլն։ Զանգեզուրի միջանց։ Իսկ կարող եք մեկի էջը փակել, բայց մնացածում անզիջում լինել։ Չէ կարող, որտեվ այդ էջը պետք չի փակել։ Իսկ ինչի պետք է փակենք, որ այդ էջը մարդու իրավունքների խնդիր է։ Որտեվ չունեք ռեսուրս պայքարելու։ Չէ, Ես չեմ ասում, էլի սա իշխանության դիրքորոշումն է, ռեսուրս ունեք պայքարելու դրա համար, թե ոչ։ Իշխանությունը չունի, մենք ունենք։ Ինչ ռեսուրս ունենք։ Դե ինչ բացենք էլի։ Եկեք, այո, այդ հարցն էլ բանանենք, այսօր իսկապես փորձենք ամփոփել, հաշվի առնելով, որ մեր ժամանակը սպառվում է։ Տեսեք, մենք ունենք մի շարք կարևոր ռեսուրսներ, որ այս իշխանությունը վատնել է։ Առաջի ռեսուրսը եւ կարևորագույնը դա նախ պայքարի կամքն է։ Այս իշխանությունը երբևիցե պայքարի կամք չունեցել։ Նայեք էլա ի սկզբանե Արցախը հանձնելու համար։ Նա երբեք չունեցել։ Պայքարի կամքը շատ կարևոր է։ Մենք դա տեսնում ենք օրինակ Ուկրաինայի դեպքում։ Եթե մենք 44 օր պայքարեցինք եւ ստորագրեցինք այդ նոյեմբերի 9-ի ողբերգական փաստաթուղթը, Ուկրաինան 4 տարի է շարունակում է կռվել։ Իդեպ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ուժերի հարաբերակցությունը դիսբալանսը շատ ավելի մեծ է, քան թե Հայաստանի եւ Ադրբեջանի։ Բայց նրանք ցույց են տալի պայքարի կամքը։ Դու պետք է ունենաս պայքարի կամքը, որովհետեւ դա մոբիլիզացում է ժողովրդին, միջից մենք ունենք այդ պայքարի կամքը։ Այս իշխանությունը դա ջարդեց։ Դուք հիշեք նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը ինչ էր Երևանում տեղի ունենում։ Մարդիկ դեմ էին պատերազմը կանգնացնելու այն ժամանակ, հա, որովհետև համարում էին, որ չի կարելի այդ պայմաններով պատերազմ կանգնացնել։ Այդ մեկ, երկրորդը, որը եւս շատ կարևոր է։ Մենք հայկական աշխարհում ունենք հսկայական ռեսուրսներ, որը այս իշխանությունը օտարել է Հայաստանից հիմա։ Սկսած Սամվել Կարապետյանի մասին ենք խոսում։ Կարևոր ռեսուրս է,
չէ, հայկական իրականության տեսանկյունից, որ այսօր ձերբակալված, կալանավորված եւ ըստ էության չեզոքացված է։ Այդ մարդը այսօր կարող է Մոսկվայում գտնվել մեր համար խնդիրներ լուծել, գտնվում է ԱԱՑ-ի բանտում։ Հասկանում եք, չէ՞ տարբերությունը։ Իսկ 2020-ին չէր կարող գտնվել Մոսկվայում եւ այս համար հարցեր լուծել, ինչպես անում էր Գոտնիսյանը։ Իդեպ փորձում էր, Բայց Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տալիս։ Նիկոլ Փաշինյանը մի մոռացեք, որ օրինակ այդ ժամանակ հենց օրենսդրություն ընդունեց, որով արգելվում էր օտարերկրացիների մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ինչու՞, որովհետև այնտեղից փորձելու էին ամենայն հավանականությամբ մարդիկ բերել տարբեր տեսակ այսպես կոչված չեվեկաներ, որպեսզի հայկական կողմից կռվեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը արգելել է, հայերն էլ չեն կարողացել գան Արցախի համար կռվել։ Դուք մոռացել եք, որ մեր զինկոմիսարիատների առաջ հերթեր էին ու մարդկանց չէին զորակոչում։ Հերթեր էին, մարդիկ ուզում էին գնային կռվեին, չէին զորակոչում իրաց։ Մոռացել եք դրա մասին։ Իսկ մոռացել եք, որ մեր դեմ ովքեր էին կռվում այդ ժամանակ։ Հազարներով վարձկաններ էին կռվում մեր դեմ, որը ոչ մի կերպ այս գործող իշխանությունը չօգտագործեց։ Մոռացել եք դրա մասին։ Ես ես մի բան ասում, էլի, եկեք փորձենք ամեն ինչ կշռքի հավասար նժարների վրա դնենք։ Գործող իշխանությունը այս ամեն ինչը հասցրել է այս կետին, ոչ թե որովհետև դա անխուսափել էր, այլ որովհետև իրանք նպատակադրված էին դա անում։ Վստահ եք դրանում։ Այո, բացարձակ։ Այսինքն վստահ եմ։ չիմացության, անկարողության մասին չէ խոսքը, այլ հստակ նպատակաուղղված, այո, նպատակադրման, իմացիալ տապալման մասին է խոսքը։ նպատակադրման մասին է խոսքը։ Պարզ հարց ես տամ, այդ հարցով սահմանափակվենք, էլի։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դուք գիտեք։ Խելամիտ է, չէ՞, որ երբ որ ռազմական գործողությունները ավարտվում են, զորքերը մնում են նույն դիրքերում, երկու կողմի։ Ճիշտ է։ Ընդունում եք։ Բայց այդ դեպքում մենք ինչի՞ մեր վերահսկած տարածքի կեսը հանձնեցինք ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ինչու՞։ Որն է դրա բացատրությունը։ Ինչու հանձնեցինք։ Ինչն էր մեզ դա ստիպում։ Չեմ կարող։ Ալևը հետագայում ասաց, չէ՞ որ այդ տարածքները անմաչելի են, հնարավոր չէր դա զինված ուժով գրավել, հսկայական կորուստներ ենք տալու։ Ինչու մենք սկուտերի վրա դա տվեցինք։ Դիվանագիտական պարտություն, ռազմի դաշտում պարտություն, դիվանագիտական դաշտում պարտություն։ Պարտություն, դուք դա անվանում եք պարտություն, իսկ ես ասում եմ, որ դա կանխամտածված էր։ Ես ասում եմ, կանխամտածված էր։ Ավելին ձեզ ասեմ, հասնելու ենք նրան, որ դա ապացուցվի, հիմնավորվի, որ դա կանխամտածված էր։ Որովհետև պատերազմի այդ ելքը ռազմի դաշտում բացարձակ չէր ենթադրում, որ մենք պետք է Քարվաճառ ու Բերձորը հանձնենք։ Ինչի պետք է հանձնենք, եթե վերահսկում ենք, ավելին ձեզ ասեմ, եւ Քարվաճառի եւ Բերձորի մատուցներում հսկայական քանակությամբ թշնամական դիակներ էին թափված։ Ինչու՞ որտեղ չեն կարողանում գրավել։ Լեռները, բարձրաբերձ լեռները չեն կարող հասնել։ Ինչի մենք դա հանձնեցինք։ Կարող ինչ որ մեկը բացատրի։ Իդեպ Փաշինյանը մինչև դա չի բացատրել։ Ուրիշ շատ բաներ փորձում է բացատրել, դա մինչև չի բացատրել։ Պատերազմի հանգամանքները քննող զեկույցն են խոշոր հաշվով, այլևս հույս չկա որ կհրապարակվի, բարձրացել եք։ Տեսնում եք։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք։ Եկաք մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ հյուրս Ավետիք Չալեբյանն էր։ Մնացեք մեր հետ։ Շնորհակալ եմ ձեզ։